Ալավերդու Վիքի ակումբում ամսվա մեջ 1 օր հյուրեր են ընդունում։ Այս ամսվա հյուրերը համար 2 դպրոցից են։ Հրավիրել ենք համար 2 դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Ինգեր Բեժանյանին, ով սիրով ընդունեց մեր հրավերը եւ պատրաստակամություն հայտնեց գալ եւ երեխաների հետ տեղում ծանոթանալ, ինչպես նաեւ իր գիտելիքները եւ փորձը փոխանցել մեր ակումբականներին։ Վիքի ակումբում զբաղված են հայերեն Վիքիպեդիան զարգացնելու կարևոր գործով։ Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները տարբեր տարիքային խմբերի ալավերդցի երեխաներ են, ովքեր փորձում են հայերեն Վիքիպեդիան հարստացնել ու ավելի բազմազան դարձնել։ Երեխաները գրում են իրենց հետաքրքրող թեմաներով, այսինքն այստեղ ոչ մի պարտադրանք չկա, գրում են այն, ինչը որ իրենց է հետաքրքիր։ Նախորդ ամիս մենք մասնակցում էինք Իմ համայնքը Վիքիում նախագծին, որի շրջանակներում գրել ենք Ալավերդու եւ Հարակից համայնքների հետաքրքիր մարդկանց կարևոր դեպքերի ու իրադարձությունների մասին եւ հարստացրել ենք հայերեն Վիքիպեդիան շուրջ 30 հոդվածով այդ թեմայով։ Վիքիպեդիան տեղեկություններ ստանալու հարթակ է նաև աշակերտների համար եւ որքան գրագետ լինի տեղադրված ինֆորմացիան, այնքան ավելի լավ, ասում է աշխարհագրության ուսուցչուհի Քրիստինե Բեժանյանը, կարևորելով Վիքիպեդիայի դերը։ Կարևորում եմ այնքանով, որ ինչքան շատ լինի այն տեղեկույթը, այնքան դասավանդման այդ ամբողջ գործընթացը ավելի հեշտ կընթանա եւ աշակերտները կունենան իրենց ձեռքի տակ այն տեղեկույթը, որը դասագրքերում շատ դանդաղ է թարմացվում, ավելի դանդաղ, քան իսկ այն առարկաները, որոնք պահանջում են ավելի արագ փոփոխվող տեղեկույթ, նրանց համար ավելի հեշտ է, եթե դա լինի հայերեն լեզվով եւ հասանելի։ Վիքի ակումբ հաճախող երեխաներն իրենց աշխատանքի մասին մեծ ոգևորությամբ են պատմում, հաճույքով են գալիս իրենց Արդեն երևի թե 2-3 ամիս է հաճախում եմ Վիքի ակումբ ու շատ հաճելի է Վիքի ակումբ հաճախելը, նախ եւ առաջ հավելյալ ոչ ֆորմալ կրթության ձև է ինձ համար Վիքի ակումբը, երկրորդն էլ զարգացում գիտելիքներս այն մակարդակով, ինչքանով որ ինձ պետք է, այլ ոչ թե ինչքան տալիս է դպրոցը։ Մերի Գոլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։